ինչ տպավորություններ եւ ինչ զգացողություններ ունեցաք ֆիլմը դիտելուց։ Ի վերջո նաեւ ձեր երիտասարդության տարիների մասին էր ֆիլմը։ Այո։ Արարատ 73-ը ձեր այսպես հաղթանակների տարին է եղել, երբ մենք ունեցել ենք այդպիսի ֆուտբոլային թիմ։ Ինչ զգացողություն ունեցաք։ Գիտեք, զգացողությունները խառն էին, առաջինը բնականաբար մի քիչ հուզված էի, որովհետև մտովի գնում ես այդ թվերը, այդ օրերը, հենց այդ օրը, որովհետև այդ օրը ես հայրիկիս հետ Մոսկվայում էի ու ստադիոնում էի, դա շատ կարևոր էր։ Երկրորդը, որ ֆիլմը այս սերունդի համար ու բնականաբար ինձանից մի քիչ փոքր սերունդի համար կարևոր ֆիլմ է, որ նայեն, որ մենք ունեցել ենք հաղթանակներ, որ չի կարելի վիզը ծուռ մանգալ, չի կարելի նեղված լինել, հաղթանակ ենք մենք ունեցել ու դա բոլորի կողմից էր ընդունված այդ հաղթանակը, դա շատ կարևոր է։ Երկրորդը ինքը որպես ֆիլմ կարծում եմ, որ հաջողված է, բրավո Մհերին Մկրտչյան, ես ուրախ եմ, որ ընկերս է ֆիլմի ռեժիսորը եւ մյուս ընկերս պրոդյուսերն է ֆիլմի ու կարծում եմ, որ այս սերնդի համար նույնպես ֆիլմը պետք է լինի հետաքրքիր։ Կարծում եք պատահական էր, որ ֆիլմի մեջ կարմիր թելով անցնում էր Արարատ լեռան սիմվոլը։ Չէ, այդպես է պետք է լիներ։ Գիտեք ինչի, որովհետև եթե անգամ սովետական միությունում, սովետական Հայաստանում Արարատի սիմվոլը կար, ու դա միայն ֆիլմում չի, այն ժամանակ է կար, մարդիկ Արարատով էին արթնանում, Արարատով էին քնում։ Այսօր այդ Արարատ ուզում են մեզանից, չգիտես ինչի, փագեն ինչ-որ բաների ետևում։ Չի ստացվի, Արարատը եղել է, կա ու կլինի։ Այն, որ իշխանությունները Արարատը համարում են թուրքական, այդպիսով արդյոք մեր պատմությունը չի խեղճանում։ Բան չի անում։ Նաև այս լեգենդար ֆուտբոլային թիմի անունն է, դրանով այսպես ասած հաղթանակներ է խեղճանում այդ։ Բնականաբար, Արարատը դա սիմվոլ է Հայաստանի, կապ չունի, թե ինքը որ երկրի տերիտորիայում է հիմա գտնվում ու չի կարելի իրան անվանել թուրքական, որովհետև մեզ ամբողջ պատմության ընթացքում փորձել են պարտադրել, համարել դա թուրքական, տարբեր անուններ տալով, բայց Հայաստանը խորհրդային եւ յետ խորհրդային մանավանդ միշտ պահել է Արարատ անունը, այսօր էլ պետքա պահի ու որևէ մեկը, որևէ իշխանություն, որոնք գալիս գնում են, իրանք չունեն պարտադրեն Արարատը հանեն մեր գաղափարից։ Կարող եք չհարցնել ձեր առողջական վիճակի մասին, որովհետև մարդկանց մտահոգում է, հիմա դուք ինչպես եք, ինչ եք հաղթահարել։ Փառք Աստծո, հիմա լավ եմ, վերադարձել եմ բեմ, դա ամենակարևորն է։ Դուք նաև ասել եք, որ բեմն է ձեզ բուժել։ Այո, բեմը ինձ բուժում։ Դա դժվար է մեկնաբանել, դա պետքա զգալ։ Որովհետև առաջի օրը, երբ դուրս եկա բեմ, հասկացա, որ ես լավ եմ։